Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքի նկարագրությունների բաժնում, կտեղադրեմ նաև Ստեփան Գրիգորյանի YouTube-յան ալիքի հղումը, որին եւս ցանկության դեպքում կարող եք հետևել։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ, Նարեկ։ Պարոն Գրիգորյան, կարող ենք ասել, որ օղակը արդեն պաշտոնական Թեհրանի շուրջ սեղմվում է Անվտանգության խորհրդի բարձր պաշտոնյայի Ալի Լարիջանի սպանությունից հետո, որովհետև ըստ էության Ավագ Խամենեի մայից հետո նա էր երկրի ղեկը ստանձնել, սա ինչ իրավիճակ կստեղծի Իրանում։ Նախ ուզում եմ ասել, որ այս պատերազմը իրոք այս պատերազմը, որոնք սկսեցին ամերիկացիք եւ Իսրայելը, իրոք կբերի լուրջ հետևանքների։ Դες պարզվեց, որ այդպես հեշտ չի ծնկի բերել Իրանը։ Հիմա ով է ճիշտ, ով մեղավոր, կարող ենք առանձին քննարկել։ Ստեղ կարևորը նա է, որ երբ որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը սկսեցին այդ ռազմական օպերացիա Իրանի դեմ, համոզված են, որ հաշվարկ չէին արել, որ պարզվում է, որ այնուամենայնիվ Իրանի պետական համակարգը ճկուն է, պարզվում է, որ բավական հակահարվածներ շարունակում է տալ Իրանը, ես համարում եմ, որ ցանկացած դեպքում ուժով լուծելը սխալ է, բայց բացի դրանից հաշվարկ արված չէր, իմ կարծիքով Միացյալ Նահանգներում գոնե հստակ մտածում էին, որ Վենեսուելայի տարբերակը կլինի, վերացնելով 1, 2, 5, 10 ղեկավարներին Իրանի կհասնեն իրանց ուզածին։ Միանշանակ կարող եմ ասել, որ վերացնելով Ալի Լարինջանին չեն հասնի այդպես հեշտ իրանց ուզածի, բայց գիծը հստակ է, պետք է ձեզ ասեմ, որ նաև այլ պաշտոնյաներին վերացրեցին, օրինակ հետախուզության այդ ծառայության ղեկավարին Իրանի, բայց իմ կարծիքով դա չի տա այն էֆեկտը, որը սպասում են։ Ինչ է սպասում Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Սպասում են, որ գլխատելով կբերեն նրան, որ այդ երկրում ապակայունացում կլինի ու իրանք կսկսեն վերահսկել Իրանը։ Ես չեմ կարծում, որ դա արդյունքի կբերի, ավելին, եթե դուք տեսնում եք Իրանը շարունակում է հարվածել հասցնել, նաեւ այդ թվում նավթային արտադրության ոլորտին, դուք գիտեք, որ Իսրայելը նաև խփեց գլխավոր նավթ արտահանող նավթ արտադրող կենտրոնների կամ գործարանների Իրանը հիմա սկսեց պատասխանել Պարսից ծոցում գտնվող արաբական աշխարհի համապատասխան նավթի հետ կապված օբյեկտների ինչ եմ ուզում ասել, անընդհատ գնում է էսկալացիա, այլ ոչ թե լուծում այդ հարցի։ Ուրեմն մենք պետք է պարզ է դեմ լինենք, կողմ լինենք խաղաղության, բայց միանշանակ կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգները նվազագույնը ճիշտ հաշվարկ չեն արել, ու դա հետևանքների կբերի, էլ ավել զարգացնել հիմա այս միտքը, կարող եմ էլ ավել զարգացնել, բայց այդպես հեշտ իրանց ուզածին չեն հասնի, քանի որ Իրանը Վենեսուելա չի։ Այնուհանդերձ հիմա Իրանում իշխանությունը գլխատված չէ, ով է ղեկավարում, լիազորություններ չունեցող նախագահ կամ ավելի ճիշտ ձևական, պաշտոն զբաղեցնող նախագահ, ով, որովհետև Անվտանգության խորհրդի քարտուղարն է սպանված, ասում են հոգևոր առաջնորդն է, մեկ գրում են, որ կոմայի մեջ է, մեկ գրում են ծանր վիճակում է, հիմա ով է Իրանում իշխանության ղեկին։ Ռեալ Իրանում իշխանության ղեկի գտնվում է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Իդեմս այս նոր առաջնորդի հոգևոր, որը իմիջիայլոց այսօր արեց հայտարարություն, չգիտեմ այն լուրերը տարածվող, որ ինքը հիվանդ է կամ վիրավորված է, ինչքանով ճիշտ է, բայց այս ինստիտուտը, որը կոչվում է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, միանշանակ երևում է, որ աշխատում է ու այնտեղ այդ փոխարինող
ինստիտուտը աշխատում է, բայց պետք չի թերագնահատել նախագահի ինստիտուտը, նախագահի ինստիտուտը իր նաև ֆունկցիաները ունի, բայց նորից կրկնում եմ, հարցը նրանում չի ով է ճիշտ, ով մեղավոր, ի վերջո այն ռեժիմը, որը կա Իրանում, կոպիտ ասած, այդպես ես կասեի այդպես մեղմ կամ ուրախ ռեժիմ չի, բավական կոշտ ռեժիմ է, բոլորս գիտենք, այդ ռեժիմը նաև սահմանափակում է իրենց քաղաքացիների իրավունքները, այդ բոլորս գիտենք, բավական կոշտ քաղաքականություն է վարում Իսրայելի նկատմամբ, դու գիտես, որ իրանք նույնիսկ Իսրայել բառը չեն օգտագործում, այլ նսեմացուցիչ անվանում են տալիս Իսրայելին, չեմ ուզում կրկնել, ուրեմն բարդ ռեժիմ է, ուրեմն իր փոփոխությունը միգուցե նույնիսկ անհրաժեշտ է, բայց որ մեխանիզմներով հիմա ընտրեցին ամերիկացիք ազդեցության տակ գտնվելով Տրամպը Նետանյախուի ընտրեցին այսևի կոշտ տարբերակ ջարդելու այդ երկիրը ջարդելու իրանց բանակը, բայց դեռ չի ստացվում, մենք տեսնում ենք, որ հակահարվածներ լինում են ու ամբողջ ռեգիոնով դա տարածվեց այդ ապակայունացումը։ Ի վերջո նավթամշակման գործարաններին հարված հասցնելը նաև Իրանում, նաև Իրանը պատասխանում է նավթամշակման գործարանների հարվածները տալիս արաբական աշխարհի, դա դու հասկանում ես ինչ ճգնաժամի կբերի նավթի հարցում, նավթի գների հարցում, տնտեսական զարգացումների ամբողջ աշխարհի, ուրեմն հետևանքները լուրջ են ու ուրեմն ոչ ամենալավ տարբերակը ընտրված է ամերիկացիների եւ Իսրայելի կողմից։ Բայց կարծեք թե նաև Թրամփի վրա էժան չի նստում այս օպերացիան, Միացյալ Նահանգներում սկանդալ է պայթում, մի քանի ժամից Սենատում սկսելու է մի քանի առանցքային պաշտոնյաների հարցաքննությունը, անվտանգային ոլորտի մեկ պաշտոնյա հրաժարական տվեց հայտարարելով, որ սա Ամերիկայի անվտանգությունը ապահովող պատերազմ չէ Իսրայելի դրդման պես, սա ինչի կհանգեցնի։ Նու ես կարծում եմ դա կսրի նաև պայքարը կոնգրեսում այն ուժերի ովքեր դեմ էին ուժով լուծել Իրանի հարցը, դա կսրի հարաբերությունները նաև կոնգրեսում Թրամփի կուսակցության եւ դեմոկրատների միջև, դա պարզ է, որ դեմոկրատական երկիր է Միացյալ Նահանգները ու այնտեղ այդպես հեշտ չեն մարսի, որ Տրամփը նույնիսկ չհարցնելով կոնգրեսը այս ձևի քայլեր արեց, այո, դա կհանգեցնի նրան, որ Տրամփի ռեյտինգը կընկնի Միացյալ Նահանգների ներսում, դու գիտես, հարցումներ անցկացրել են, վերջի հարցումների համաձայն մոտավորապես 60%-ը ամերիկացիների կտրականապես դեմ են այս ռազմական գործողությունների ընդհանրապես, նաև այդում Իրանի դեմ, դա կհանգեցնի նրան, որ նոյեմբերի ընտրությունները կոնգրես ներքին պալատը դու գիտես 100%-ով պետք է վերընտրվի, ներկայացուցիչների պալատը, սենատը 1/3-ով, ես կարծում եմ, որ շատ մեծ է հավանականությունը, որ կպարտվեն հանրապետական կուսակցությունը կպարտվի, բայց ես ուզում եմ ասել, հիմա մենք այսօրվա պահի մասին ենք խոսում, հետևանքները լրջագույնը կլինեն ու մենք այդ հետևանքները տեսնում ենք։ Հիմա մյուսը շատ կարևոր է։ Դու գիտես, որ Դոնալդ Տրամփը, որը գրեթե ամեն օր ասում է, որ ավարտվեց այդ պատմությունը Իրանի, պարտվեցին 100%-ով զորքը ջախջախված է եւ այլ, բայց մենք տեսնում ենք, որ զուգահեռ Իրանը պատասխանում է ու լուրջ հակահարվածներ է տալիս, որտեղից է այդ օպտիմիզմը, սխալ ինֆորմացիային Տրամփին տալիս, թե ինչ, ավելին Տրամփը, դու գիտես, այս վերջի 2-3 օրը դիմում է եվրոպացիներին, ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, այլ պետություններին, օրինակ Ճապոնիային, Հարավային Կորեային, Ավստրալիային, որ օգնեն, որ գան, նույնիսկ Չինաստանին դիմեց, որ գան Հորմուզի նեղուցը բացեն, բայց զարմանալի դա բան է, քանի որ երբ որ պատերազմը սկսեց Տրամփը, Տրամփը ասում է ռազմական օպերացիա է դա, երբ որ սկսեց Իրանի դեմ, դու գիտես, ինքը խորհրդակցել է մեկ մարդու հետ աշխարհում, պարոն Նետանյախուի հետ, վարչապետի Իսրայելի։ Հիմա ինչու ինքը դիմում է այլ երկրներին, որ օգնեն, ես ճիշտ ասած լավ չեմ հասկանում ու նեղանում է, գիտես, ասենք ասում է, այս ոնց է դուք ՆԱՏՕ-ի անդամ մեզ չեք աջակցում։ Հիմա ՆԱՏՕ-ի անդամ պետությունները գրեթե բոլորը ասում են, այ ախպեր,
Բայց մենք զգուշացրել ենք, որ Իրանը Վենեսուելա չի։ Իրանում հետևանքներ կլինեն, ու հետևանքները ոչ միայն կապված նրա հետ, որ դու հաղթող դուրս կգաս, թե ոնց կլինի։ Ուղղակի էկոլոգիական հետևանքներ կլինի, ուղղակի դեցենտրալիզացիան Իրանի կարող է բերել մեծ տարածաշրջանի ապակայունացում։ Սիրիայի պատմությունը, որ շատ ու շատ ավելի փոքր երկիր է, մինչև հիմա չի կարող մարսել աշխարհը, քանի որ Սիրիայի դեցենտրալիզացիան տեսարին չի բերում։ Չեն կարող այդ քանդված երկիրը մի քիչ խելքի բերեն, նույնիսկ բոլորը ուզենալով։ Ինչ եմ ուզում ասել, հետևանքները լուրջ են ու չես կարող մտահոգված չլինել, ինչից որ հետևանքների մասին չէին մտածում, այդ ոնց կարելի է այս ձևի որոշում ընդունել, ասենք Նետանյախուին պետք է քանդել Իրանը, ուրեմն Ամերիկան պետք է ենթարկվի։ Ու դու շատ լավ նկատեցիր, ուշադրություն դարձրեցիր, որ հենց Սենատում հիմա քննարկում է գնում Ամերիկայի, այդ ոնց է Նետանյախուի կոպիտ ասած դրդմամբ դու գնացիր այդ քայլի, չխորհրդակցեցիր կոնգրեսում Միացյալ Նահանգների պարլամենտում չխորհրդակցեցիր մեզ հետ։ Դա այս ձևի ձայներ ուժեղանան, քանի որ հետևանքները երևում են։ Օրինակ անընդհատ ասում են ջախջախեցինք եւ այլ, հետո պարզվում է, որ բավական հակառվածները ուժեղ էին Իրանի, այդ կամ ուժեղ էին, որ ամերիկացիք իրան դիվանագետներին հանում են այդ բոլոր երկրներից։ Իրաքից սկսած, Լիբանանով, Էմիրատներով, Սաուդյան Արաբիաներով զգալի մասին դիվանագետներին կամ ամբողջությամբ դուրս են բերում, կամ մասամբ։ Ուրեմն հեշտ չի գնում։ Հիմա մարդիկ ասում են, բայց ում էր դա պետք, ում էր դա պետք, լավ, ու չի ստացվում Այատոլլաների ինստիտուտը, այդ հոգևոր առաջնորդի ինստիտուտը քանդել չի ստացվում, էլի։ Ես ինչ եմ ուզում ասել, մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ այն համակարգի քաղաքական, որը Իրանի մոտ կա, կարող է դժգոհ ենք, մեկը գոհ է, բայց նշանակություն դա չունի, երբ որ Ամերիկայի պես հզոր երկիրը, որի հետ կապում են շատ ու շատ երկրներ, ապագան, զարգացումը, համագործակցությունը, երբ որ գնում է այս ձևի քայլերի, նու գոնե էլիտայում պետք է բան անեն, ուսումնասիրել հետևանքները։ Ես քեզ նաև շատ կարևոր բան ասեմ, հայտնի է ու դա հիմա էլ ավելի պարզ դարձավ, որ Վենսը փոխնախագահան հիացած չէր այս պատերազմից։ Հիմա Տրամպը մի քանի անգամ ասեց, այո, մենք ունենք տարաձայնություն մեղմ ձևով, բայց պարզվում է, որ Վենսը իրոք համաձայն չէր այս process-ի հետ։ Պարոն Գրիգորյան, անդրադառնալով մեր խնդիրներին, Եվրամիությունը հաստատեց, որ փորձագետների խումբ է ուղարկելու ընտրություններին ընդառաջ Հայաստան, ինչ վտանգներ կան, որոնք կկանխվեն այդ փորձագիտական խմբի այստեղ գտնվելով։ Ну, ինչքան ես հասկանում եմ, այդ փորձագիտական խումբը կլինի 9-ից 14 հոգանոց։ 9-ից 14 հոգանոց։ Մեծ խումբ չի, ինչքան հասկանում եմ, իրանք գալիս են ապրիլին ու կմնան ստեղ մոտավորապես 2 շաբաթ։ Ուրեմն ես հասկանում եմ, որ իրանց գալը նա կլինի, որ իրանք կիսվեն մեր պատկան մարմինների հետ իրանց փորձով։ Դու գիտես, Եվրամիությունը մեծ փորձ ունի, քանի որ եւ Մոլդովայում, եւ Ռումինիայում, եւ այլ Եվրամիության պետություններում, երբ որ անցկացվում էին վերջի տարիներ, 2-3 տարի, անցկացվում էին ազգային ժողովի իրանց պարլամենտների ընտրությունները, նախագահական ընտրությունները, իրանք հանդիպեցին Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումների։ Իրանք նաև ասում են ոչ միայն Ռուսաստանից, բայց Ռուսաստանի միջամտությունը ուժեղ էր։ Այդ պատմությունները Ռումինիայի, Մոլդովայի դեպքում մեր հասարակությունը գիտի, չեմ կրկնի, բայց նաև Գերմանիայում ընտրությունների ժամանակ այլ երկրներում, այո, Ռուսաստանը տարբեր հողովակներում ազդեցություն ունեցել է։ Հիմա իրանք այդ փորձը ունեն ոնց կանխել այս ազդեցությունը հիբրիդային այդ մեթոդների ընտրությունների արդյունքների վրա ազդել հասարակության վրա, դա է պատճառը, որ իրենք գալիս են այդ փորձով մեզ հետ կիսվել։ Ես գիտեմ մասամբ այդ ծրագրի մասին, իրանց գալու այնտեղ կա ծրագիր համագործակցելու մեր պատկան մարմինների հետ առաջի հերթին։ Պարզ է,
ընտրական հանձնաժողովներ, կենտրոնական ընտրական հանձնաժողով, նաև ոստիկանություն, քանի որ խախտումները ով պետք է կանխի հենց քննչական մարմինները եւ ներքին գործերի նախարարությունը ու այդ ինֆորմացիա կտան ես կասկած չունեմ որ դա կլինի օգտակար բայց շատ է կախված նրանից ինչքանով մեր պետական ինստիտուտները էֆեկտիվ կաշխատեն կանխելու համար այդ հիբրիդային հարձակումները միջամտությունը մեր ընտրական համակարգի մեջ նաև այդ Ի վերջո Ռուսաստանը հիմա ում համար է աշխատելու, եթե իհարկե աշխատելու է ընտրություններին։ Ну, ես կասեմ այդպես, Ռուսաստանի փորձը միջամտել մենք երեք էլ տեսել ենք, երեք չարաչորն էլ տեսել ենք, այսօր էլ տեսանք Մարիա Զախարովան շատ դժգոհ էր Նիկոլ Փաշինյանի ելույթից Ստրասբուրգում, անչափ դժգոհ այդ ելույթը կարդացի չհասկացա ինչից է դա դժգոհ վերջում ասեց որ Եվրոմիությունը եւ ԵԱՏՄ-ն իրար հետ չեն համընկնում ուրեմն Հայաստանը պետք է ընտրություն կատարի որ ընտրության մասին է խոսքը այո Հայաստանը քաղաքական որոշում ընդունեց գնալ դեպի Եվրոմիություն բայց որ ընտրության մասին է խոսքը երբ որ կառավարությունը դեռ չի դիմե օֆիցիալ Եվրոմիությանը անդամակցելու որ Ռուսաստանը այդ հարցը դնի պարզ է դա էլ է չէ մանիպուլյացիա դա էլ է հիբրիդային պատերազմի ձև ասենք ահավաղել ասածը քո երկրի ղեկավարի այս դեպքում Նիկոլ Փաշինյանը ուղղակի ապակողմորոշելու համար մեր հասարակությունը բայց որ իրանք կաշխատեն ի օգուտ պրոռուսական ուժերի ու այդ ուժերի ցանկը բոլորը գիտեն միանշանակ համոզված եմ ուղղակի որ ուժերի վրա ավելի հստակ ստավկա կդնեն, այդպես կասեմ, այդ ժամանակը ցույց կտա, բայց իմ կարծիքով Ռուսաստանը ընդհանուր ազդեցություն կունենա, կփորձի գովալ Ռուսաստանի դերը աջակցելու Հայաստանին, կփորձեն խաբել, որ Ղարաբաղի հարցը այդպես լուծվեց, քանի որ գործող իշխանությունները Հայաստանի չէ մեղավոր են հասկացան այդ բոլոր նարատիվները այս իշխանությունների դեպ կտարածվեն տարբեր ձևերով չեմ բացառում որ նույնիսկ կաշխատեն ու կստիպեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր հիմա ապրում են Ռուսաստանում, կստիպեն կճնշեն, որ գան ստեղ ու քվեարկեն, դու գիտես համադրության համաձայն բոլորը իրանք ունեն իրավունք գալ ու քվեարկել, այդ մեխանիզմներ կօգտագործեն։ Ես կասկած չունեմ, որ ակտիվ կլինի իրանց միջամտությունը, բայց պետք չի խոչապի մեջ մատնվել կան պետական ինստիտուտներ, դու գիտես, որ մեր կառավարությունը մերժեց հումանիտար օգնությունը բաժանել Ռուսաստանի կողմից արցախցիներին։ Ու այդ որոշումը լավ կյանքից չի։ Պարզ է, որ կբաժանեն այդ օգնությունը ու առանքում կասեն արցախցիներին, այդ տեսակ մենակ մենք ենք օգնում, ուրեմն քվեարկեց ի օգուտ պրոռուսական ուժերի։ Պարզ է, որ մեր կառավարությունը հասկանում է վտանգները որտեղից են գալիս, ինչքան էլ փակագծերը չի բացում ու հույսով են, որ կկանխի այդ հնարավոր պոտենցիալ այդ խախտումները ընտրությունների ժամանակ։ Բայց այնուհանդերձ Մոսկվան արդեն կողմնորոշվել է, թե ում շանսերն են հավանական այդ ռուսամետ ուժերից Ռոբերտ Քոչարյանին կաջակցի, Ծառուկյանին, թե Սամվել Կարապետյանին, թե սցենարը օրինակ այնպիսին է, որ երեքով պետք է ապահովեն իշխանափոխություն Հայաստանում, թե արդեն ով կլինի վարչապետ Մոսկվայի համար մեկ է։ Ես չեմ կարծում, որ մեկ է Մոսկվայի համար Պուտինի համար կոնկրետ իմ կարծիքով Պուտինի համար Պուտինի մոտ այդ որոշումը կա մտքում ում է ինքը ուզում ես կասկած չունեմ որ ինքը կուզենա նախկին նախագահներից մեկը որ լինի բայց լծակներ ունեն ազդելու թե չունեն Ռուսաստանի ազդեցությունը հիմա այդքան ընկել է Հայաստանում որ Եթե դու նկատել ես այս վերջի ժամանակվա համագումարները, որ իրար հետևից այդ պրոռուսական ուժերը, որ անցկացնում էին, այս վերջի օրերը, ուշադիր, եթե կարդանք մենք ձեզ հետ միասին այդ համագումարների ընդունած որոշումները, հայտարարությունները, սկսեցին վախենալ, գովալ Ռուսաստանը, սկսեցին վախենալ ասել, որ պետք է մտնենք հետ, մտնենք հապկ,
То есть նույնիսկ այս ուժերը հասկացան, որ հայ ժողովուրդը հիմա ունի կայացած որոշում, որ Ռուսաստանն է, որ լուծեց Ղարաբաղի հարցը յուգուտ Ադրբեջանի։ То есть չստացվեց խաբել հայ ժողովրդին ու նույնիսկ այդ պրոռուսական ուժերը հիմա ակցենտները փոխում են, դու նկատել ես, չէ, սկսած Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից, այդ հայտարարությունների մեջ նույնիսկ խոսվում է նրա մասին, որ Ամերիկայի հետ անպայման պետք է աշխատենք, այլ երկրների հետ, այդ լավ կյանքից չի։ Պուտինի մոտ կա որոշում իր մոտ, իր ուղեղում, ով պետք է լինի, բայց քաղաքական որոշումը Ռուսաստանի ես մոտավորապես հասկանում եմ, նաև աջակցել ընդհանուր առմամբ ռուսական ուժերին, հարվածել այս իշխանություններին, ինչքան կարելի է ուժեղ, Նիկոլ Փաշինյանին, որ այս 3 ուժերը կամ 4 ուժերը անցնեն պրոռուսական ու այնտեղ անցնելուց հետո իրանք հանձնարարական կտան, ով պետք է լինի վարչապետ։ Կոպիտ ասած, անցած ուժերին կասեն, այ դուք անցակ, հիմա հավաքվեք այս մարդու կոնկրետ շուրջ ու կասեն այդ մարդու անունը։ Օրինակ ինչու է Վլադիմիր Պուտինի համար Քոչարյանն ավելի ընդունելի, քան Սամվել Կարապետյանը։ Դու նկատեցիր, ես այդ կոնտեքստով չասեցի անունը Ռոբերտ Քոչարյանի, բայց դու նախկին նախագահներից մեկը, հիմա նախկին նախագահներից միայն Քոչարյանն է տեխնացու, այլ ուրիշ նախկին նախագահ տեխնացու չունենք։ Ну, ով քեզ ասեց, կարող է վաղը Սերժ Սարգսյանն առաջադրվի։ Ով քեզ ասեց, ով ասեց, որ ինքը չի առաջադրվի, իրանք հիմա մտածում են, բայց միտքս ինչու՞մ է։ Քո արձագանքը իրոք ճիշտ էր, իրոք ինքը միանշանակ կուզենար, որ Ռոբերտ Քոչարյանը լինի, քանի որ իր հետ աշխատել էր, հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդ process-ը սկսվեց, Ռուսաստանին տալ մեր օբյեկտներ, այդ հայտնի բաներ են։ Այդ process-ը սկսվեց կոպիտ ասած ամեն ինչ անել բավարարելու Ռուսաստանի ցանկությունները, ուժեղացավ Սերժ Սարգսյանի ժամանակ, ինչով ավարտվեց դա, մենք տեսանք, երբ որ Ռուսաստանը ուզեց լուծել ի հօգուտ Ադրբեջանի, պարզվեց մենք պարալիզացված ենք, քանի որ ամեն ինչ կապնվեց Ռուսաստանի հետ ու այս process-ում մեծ լումա ունեին երկրորդ, երրորդ նախագահան։ Այստեղ մեկ գաղտնիք չի, ես նորություն քեզ չեմ բացում, բայց իմ կարծիքով հաշվի առնելով Պուտինի մտածելակերպը եւ այլ, ստավկան կդրվի այս կոնկրետ մարդու վրա, բայց հիմա առաջ ընկնել անիմաստ է, գլխավորը ես ուզում եմ ֆիքսել, որ Ռուսաստանը որոշում ընդունեց այս անգամ հստակ ամեն ինչ անել, որ այս իշխանությունները չվերընտրվեն, գործող իշխանությունները, որ չվերընտրվեն։ Այս որոշումը իրանց մոտ կա։ Ինչքան կկարողանան դա անել, կասկածում են, քանի որ Ռուսաստանի ազդեցությունը շատ է ընկած Հայաստանում։ Ինչքան Ռուսաստանը քննադատում է Նիկոլ Փաշինյանին, իմ կարծիքով այդքան հակառակ էֆեկտը դա կտա։ Մինչդեռ գործող իշխանությունները կարելի է նաև քննադատել ինչ որ քայլերի համար, կարելի է գովալ, ամեն ինչ էլ կա, դրականն էլ կա, կան հարցեր, որոնք մեզ մոտ առաջանում են, բայց միանշանակ կարող եմ ասել, ինչքան Ռուսաստանը ճնշում գործադրի, այդքան գործող իշխանությունների շանսերը կուժեղանան վերընտրվելու։ Պարոն Գրիգորյան, Քոչարյանը ասում է, որ չի հանգստանալու մինչև այս իշխանությունը չհեռացնի։ Ունենալու է երկրորդ նախագահը այս ուղղությամբ հաջողություն, թե ոչ։ Ну, ես գիտես, չեմ անցկացրել անձամբ իմ կենտրոնով տրամադրությունները, բայց եթե մենք նայենք այն հայտնի կազմակերպությունների, ովքեր անցկացրել են վերլուծություններ, ուսումնասիրություններ մեր քաղաքական դաշտի վերջի ժամանակներս, օրինակ հանրապետական ինստիտուտի Միացյալ Նահանգների, այնտեղ պարզերևում է, որ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը կամ ինքը առաջի տեղերում չի, դու գիտես, առաջի տեղերում Նիկոլ Փաշինյանն է իր կուսակցությունը, երկրորդը Սամվել Կարապետյանն իր նոր ստեղծված կուսակցությունով կամ շարժումով, նոր երրորդ, չորրորդն են Ռոբերտ Քոչարյանը, Ծառուկյանը ու մեծ տարբերություն է ձայների, բայց հիմա ընտրարշավը ռեալ սկսվեց,
պաշտոնական ընտրարշավը մայիսին կլինի, բայց դու տեսնում ես, ընտրարշավը սկսվեց, բոլորը հիմա ինչ-որ ակտիվություն են ցուցաբերում, ժամանակը ցույց կտա, բայց չեմ կարծում, որ այս սոցիոլոգիական ուսումնասիրությունները, որը անում է հանրապետական ինստիտուտը, դրանք սխալ են։ Բավական մոտ թվեր են տալիս այն տրամադրությունների, որոնք ես տեսնում եմ հայ հասարակության մեջ։ Պարոն Գրիգորյան, գալով սահմանադրության փոփոխությանը, ըստ էության իշխանությունները այլևս չեն թաքցնում, որ անկախության հռչակագիրը չի լինելու սահմանադրության նոր տեքստում, սա արդյոք միակողմանի զիջում չէ։ Նու ես ասել եմ իմ կարծիքը, կարող եմ կրկնել։ Ես չեմ տեսնում պրոբլեմ մեր անկախության հռչակագրում։ Չեմ տեսնում պրոբլեմ։ Ու արգումենտները նաև մեր այսօրվա կառավարությունը բերել է, որ խաղաղության պայմանագրում Հայաստան-Ադրբեջան, որի հետ կապված մենք շատ ենք քննարկել, բայց այդ պայմանագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնում, չէ՞, անցած տարի։ Այս փաստաթղթում կա 7-րդ կետ, որտեղ որ ֆիքսված է, չեմ ուզում խաբել, կամ 5-րդ կամ 7-րդ կետն է, որտեղ որ ֆիքսված է, որ այս խաղաղության պայմանագիրը հավերացնելուց հետո Հայաստանի պարլամենտում եւ Ադրբեջանի, Հայաստանի ու Ադրբեջանի համար կունենա ավելի մեծ ուժ, քան թե սահմանադրական դրույթները։ Ուրեմն դա փակում է այս վեճը։ Ուրեմն այս նոր քայլը մեր կառավարության ես համարում եմ ավելնորդ մեծ հաշվով, բայց պատկերացրու, որ տրամաբանությունը կառավարությունը ես հասկանում եմ։ Կառավարությունը ասում է այնուամենայնիվ ստեղ ոչ մի պրոբլեմ չկա տարանջատել մեր նոր սահմանադրությունը մեր հռչակագրից տարանջատել, էդել անենք ու ասենք որ խոչընդոտ չլինի, ես այդպես եմ հասկանում, որ խոչընդոտ չլինի այդ խաղաղության process-ի։ Նորից կրկնում, ես պնդում եմ, որ խաղաղության պայմանագրի դրույթերը բավարար են, որ ոչ մի խոչընդոտ Ադրբեջանի համար մեր սահմանադրությունը չի ունենա, չի անի, չի ստեղծի, նաև այդ թվում անկախության հռչակագիրը, բայց մեր կառավարությունը իմ կարծիքով ես ասեմ այդպես, չխոչընդոտ արհեստական չստեղծելու կամ նոր խոչընդոտ այդ մեծ process-ում համաձայնվում է։ Նորից կրկնում եմ, համարում եմ դա ավելորդ քայլ, քանի որ մեր սահմանադրական դատարանը բացի դրանից հիշում ես որոշում ընդունեց, որ մեր այս անկախության հռչակագրում պրոբլեմ չկա, բայց եթե դու հիշում ես այն թեզը Նիկոլ Փաշինյանի, որ ցանկացած վերադարձ կամ հիշատակում Արցախի հետ կապված դա կոնֆլիկտի վերադարձի խնդիրն է, քանի որ այդ վախերը կան մեր կառավարության մեջ, մտահոգությունները, դա է պատճառը, որ ուզում են տարանջատել։ Հիմա բայց այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանը պատժիչ մեխանիզմներ չի ներդնում, ով Արցախի անունը տալիս է, Արցախի մասին մի բան ասում է, աշխատանքից ազատելու հրաման է տալիս, վերջին դեպքը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրենի հետ էր։ Այս թանգարանի տնօրենի հետ կապված դեպքը, գիտես, նաև ինչի հետ է կապված, քանի որ դա պաշտոն է։ Մեր պետական համակարգում այդ ինստիտուտը պետական մարմնի մի մասն է։ Դա է պատճառը, որ այս ձևի արձագանք տվեց ցավոտ Նիկոլ Փաշինյանը, բայց նորից կրկնում եմ, այսօրվա ստեղծված իրավիճակի հետ կապված է այդ զգուշավորությունը կառավարության։ Կարելի է համաձայնվել, կարելի է չհամաձայնվել, բայց մեր կառավարությունը չի ուզում, որ խափանվի այս process-ը խաղաղության։ Ես տեղ ավելին ասեմ, այն զարգացումները, որոնք գնում են Իրանի հետ կապված, ել ավելի պետք է մեզ դարձնեն ուշադիր ու զգուշավոր մեր քայլերի մեջ։ Դες մեզ պետք չեն, ես կասեի այդպես, նոր խնդիրներ մեզ համար ստեղծելը։ Գնում ենք դեպի խաղաղություն, ոչինչ, մի հարցում էլի զիջենք։ Լոգիկան դա է, քանի որ այդ զիջում չի, այդ կտարածքների հետ ոչ մի կապ չունի, այլ հարցերի հետ։ Ուրիշ բան է, ես նորից կրում իմ կարծիքը։ Կասկած ես չունեմ, որ բավարար է այդ խաղաղության պայմանագիրը։ Խաղաղության պայմանագրում բոլոր պաշտպանության մեխանիզմները կան եւ մեզ համար եւ Ադրբեջանի համար։ Բայց հիմա Ադրբեջանը շարունակում է նույնը պնդել, դա է պատճառը, որ մերոնք չեն ուզում, որ խափանվի այդ process-ը։
Պարզապես թանգարանի տնօրենը պարոն Գրիգորյան արտաքին քաղաքականություն չի վարում Հայաստանում։ Հայաստանում արտաքին քաղաքականություն վարում է վարչապետն ու արտգործ նախարարը։ Հիմա գիտնականը, որը չի կարող փաստերը հերքել, չի կարող քաղաքական իրավիճակին համապատասխանեցնել պատմությունը իրեն պատժել, սա մեզ վտանգավոր տեղ չի տանում, խոսքի ազատության սահմանափակում, գիտությամբ ակադեմիական գործնեության սահմանափակում, սա նոր խնդիրներ չի առաջացնի Հայաստանում։ Ну, գիտես ոնց է, պարզ է, որ ցանկացած որոշում կարելի է ես կասեի այդպես ուսումնասիրել, քննադատել, ես դա ընդունում եմ, եթե մենք ժողովրդավար երկիր ենք կառուցում, մարդիկ կարող են դժգոհ լինել, հարցեր բարձրացնել, քննադատել ու դա պետք է, բայց ես գիտես հաճախ շատ ու շատ այս ձևի բաներին ուշադրություն չեմ դարձնում, ոչ թե իրանք կարևոր չեն, այլ հիմա մենք լուծում ենք քեզ հետ ու մեր երկրի անվտանգության հարցը ու մեկ-մեկ պետք է այդքան մեծ ուշադրություն այս ձևի առանձին դեպքերին չդարձնես քանի որ մեծ process է գնում եթե այդ մեծ process-ում դու կայունությունը ապահովես չես ընկնի այդ ապակայունացման մեծ process-ի մեջ որը գնում է աշխարհում մարդիկ չեն էլ պատկերացնում ինչ հետևանքներ կունենա այս պատերազմը Իրանի դեմ չեն պատկերացնում ոչ թե այդ մարդիկ վատն են թե ինչ են ուղղակի կարող է դրան մեծ դեր չեն տալիս բայց ես պնդում եմ Իրանի հետ զարգացումները լրջագույն հետևանքներ կունենան եւ Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում եւ մեր ռեգիոնում միգուցե այս փուլում ել ավելի զգուշավոր պետք է լինի կառավարությունը ու դա է պատճառը որ այս ձևի ցավոտ արձագանքում է երբ որ Արցախի հարցը առաջ է բերվում երբ որ արվում են քայլեր, որոնք կարող են վերադարձնել կոնֆլիկտը մեր դաշտ, քանի որ գիտես ոնց է, տարբեր պաշտոնյաներ, փոքր, միջին մակարդակի, երբ որ անում են քայլեր, պետք է նաև իրանք զգուշավոր լինեն։ Ոչ թե իրանք սխալ են կամ շատ ճիշտ են, այլ մեր դեմ կարող են դա օգտագործվի։ Օրինակ կարող են ասել, գիտես ինչա, դու Նիկոլ Փաշինյան ասում ես, որ դու թափանցիկ ես, դու պատրաստ ես խաղաղության, բայց նայի այս քայլը քո չինովնիկը, քո բյուրոկրատը արեց։ Ու իրենք չեն ասում երբեք Հայաստանից շատ կամ շատ հազվադեպ ենք լսում, որ դատապարտվի ադրբեջանցի մանր ու միջին պաշտոնյաների, այդ թվում ինչու ոչ նաև ամենաբարձր մակարդակով հնչող այսպես կոչված չակերտավոր գոյություն չունեցող կեղծ արևմտյան Ադրբեջան խոսույթը, ինչու։ Ну, ես քեզ ասեմ, որ առաջինը այնուամենայնիվ իշխանությունները այդ թեմային անդրադառնում են։ Միգուցե մենք ուզում ենք, որ վարչապետը, արտգործնախարարը ավելի հաճախ անդրադառնան այս թեմային, բայց անդրադառնում են։ Դա ես կասեի այդպես, ճիշտ ինֆորմացիա չի, որ իբր չեն անդրադառնում, նաև այս իշխանությունների դեմ շատ ակտիվ օգտագործում է, որ իբր չեն զբաղվում մեր գերիների հարցով, որոնք Բաքվում գտնվում է, այդպես չի, եւ անդրադառնում են այդ արևմտյան Ադրբեջան թեմային եւ ուրիշ բան է, որ միգուցե մենք քեզ հետ ուզում ենք, որ շատ հաճախ անդրադառնան։ Այդ առաջինը։ Երկրորդը գիտես, պետք է նայես մյուս կողմը ինչ է անում։ Ակնհայտ է, որ ռետորաբանությունը Ադրբեջանի կողմից փափկացավ։ Ակնհայտ է, դա ուսումնասիրեք, եթե վերջի ժամանակվա ելույթները նույն Իլհամ Ալիևի, նույն Բայրամովի շատ բան մեղմացավ, փոխվեց։ Հիմա հավատալ թե չի հավատալ ուրիշ բան է, բայց որ մեղմվեց եւ արևմտյան Ադրբեջանի այդ թեզը, այդ կամ կոշտ հիմա առաջ չի տարվում, այդ միանշանակ է։ Հիմա բավարարվում ենք մենք, թե ոչ այդ ուրիշ բան է, ամեն մարդը իր համար որոշում է կատարում, նաև քաղաքական գործիչները։ Ու մյուսը, գիտես, ես մարդկանց ասում եմ, այս սկսվեց նախընտրական արշավը։ Հիմա շատ ու շատ մարդիկ օբյեկտիվ չեն։ Նարեկ ջան, մի հատ հիշի, լիքը փորձագետներ հիմա կան Հայաստանում, ում նկատմամբ շատերի նկատմամբ իմ վերաբերմունքը բավական լավն է, բայց քննադատությունը իշխանությունների նկատմամբ բոլորը ուժեղացրեցին։ Ինչու՞։ Քանի որ շատերը հիմա այդ կուսակցական
procesներում են, տարբեր կուսակցություններում կմասնակցեն ընտրությունների։ Հիմա ես քեզ հարց եմ տալիս, մարդը բացում է կուսակցություն, ինչ որ ազդեցություն ունի, ուզում է անցնել պարլամենտ, ո՞նց ինքը կարա չքննադատի իշխանություններին։ Այդ դեպքում խի է մտնել։ Ու հիմա մենք ունենք ոչ օբյեկտիվ պատկեր, երբ որ ոչ միայն պրոռուսական ընդդիմությունը, նույնիսկ այդ մարդիկ, ովքեր կես տարի առաջ, 3 ամիս առաջ ավելի հակված էին, ես կասեի այդպես մեղ, նույնիսկ եթե քննադատում էին իշխանությունը, հիմա սրում են քննադատությունը, ու դա կապված չի նրա հետ, որ վատացավ վիճակը, այլ կապված է նրա հետ, որ քաղաքական տրամաբանություն կա, չէ՞, եթե մարդը մտավ քաղաքական դաշտ, պետք է ուրեմն մեր մարդիկ, մեր քաղաքացիները, իրենք պետք է կատարեն ընտրություն, այ բավարարված են այս քաղաքականությանը, որը տանում է կառավարությունը ու այդ նյուանսների մասին, որ մենք ասեցինք, ինչու ես քեզ բացատրեցի, այս քայլը անում է կառավարությունը, բայց մարդը թող որոշի դա ճիշտ է թե ոչ, բայց մարդկանց ուզում են մեր քաղաքացիներին զգուշացնել, որ հիմա սուբյեկտիվ process է, նորմալ սուբյեկտիվ process, մարդիկ մտնում են պայքարի մեջ ու նույնիսկ պրոդեմոկրատական, ավելի տրամադրված դեմոկրատական կարծիքներ ունեցող այս ուժերը, որոնք նորաստեղծ փորձ ունեցող ավելի կոշտ են քննադատում Նիկոլ Փաշինյանը հենց դրա պատճառով որ մտան ընտրարշավը ոնց կարան չքննադատ այդ դեպքում ինչի մտան հասկացա՞ք то есть հիմա աշխատում է նախընտրական լոգիկան որը ել ավելի վատ պատկեր է տալիս քան թե որ կա Հայաստանում Շնորհակալություն պարոն Գրիգորյան հարցազրույցի համար Շնորհակալություն Նարեկ ջան